Փառք Աստծուն այսօրվա համար, Աստված ձեզ պահի, Աստված ձեզ օրհնի։ Ուզում եմ մի թեմայի մասին խոսանք, որ ընդհանրապես մարդը շատ է ընկնում դրա մեջ, այդ սխալների մեջ, որպեսզի մեզ խրատ լինի, ուղղվենք զուր տեղը, ոնց ասած մեր կյանքը չփչացնենք։ Իհարկե խոսքը նրանց համար է, ովքեր սիրում են Աստծուն եւ ուզում են Աստծով կյանք ունենան։ Բայց շատ ժամանակ, երբ որ գալիս են Աստծուն, զուր վախեր են ունենում։ Դրա համար այսօր ես ասենք ուզում եմ սրա մասին խոսեմ, կան զուր անվախություն կա եւ զուր վախ։ Տեղեր կա, որ պետք է մենք վախենանք, չենք վախենում Աստծո հետ կապված սա, իսկ տեղեր կա, որ պետք է չվախենանք, իսկ տեղը վախենում ենք։ Երկուսն էլ վնասակար է իհարկե։ Ես հենց սկզբից ուզում եմ կարդալ Տեր Հիսուսի այս հայտարարությունը, Մատթեոս ավետարանի 7-րդ գլխի 21-րդ խոսքից եմ կարդում։ Ոչ թե ամեն ինչ Տեր ասողը կմտնի երկնքի արքայություն, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Շատերը կասեն ինձ այն օրը, Տեր, չէ որ քո անունով մարգարացանք եւ քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ զորություններ գործեցինք։ Եվ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք, ով անօրություն գործողներ։ Ուրեմն, այո, այսօր մենք շատ ժամանակ տեսնում ենք, պատահում է մենք էլ ենք, ես էլ կամ որևէ մեկը ընկել ենք այս սխալների մեջ, նմանապես տեսնում ենք շատ-շատերին, որ այս սխալը գործում են, չարն էլ արդից օգտվելով մարդը, որ այս սխալը գործում է, սկսում է սուտ չար մշակների միջոցով, սուտ վարդապետների միջոցով մարդու սխալը հաստատել, որպեսզի մարդը դենց էլ մնա, իհարկե չարը ուզում է, որ կորսվեն։ Սեմնացանի առակի մեջ հիշում եք առաջին դասի սերմը, որ ասես չարը գալիս է սերմը հանում է, տանում է փրկության խոսքը իհարկե մեկնության մեջ սիմվոլիկ սերմ է ասվում, բայց ասում է ինչ է անում, սերմը տանում է, որ չլինի թե հավատա եւ փրկվի, ու մոտ որ խոսացել են։ Նմանապես ոչ թե միայն չարը խոսքն է մոռացնում կամ գողանում, որ չլինի թե հավատան ու փրկվեն, նաև այն սխալ վիճակը, սխալ խոսքը կամ սխալ հասկացությունը չարը ոչ թե տանում է, այլ ուզում է հաստատել, որ չլինի թե ուղղվեն ու փրկվեն։ Այսինքն ամեն ինչ անում է կորստի համար, որ խոսքը որ պետք է վերցնի մարդը, որ հավատա դրանով փրկվի, հանում հեռացնում է մարդուց, իսկ որը որ վնասակար է, աշխատում է դա հաստատի մնա թողնի մարդու սրտի մեջ կամ հասկացողության մեջ։ Դա համար այստեղ մենք տեսնում ենք Տերը շատ բարձ պատասխան է տալիս, հենց թե ժամանակի համար, որ շատերը գալիս են Տեր Հիսուսին Տեր էին ասում, նաև ապագայի համար Տերը այստեղ ժամանակ չի դրել, որ հիմա կամ հետո։ Ամեն ժամանակի համար է, ամեն ինչ Տեր ասողը չի, որ կմտնի երկնքի արքայություն։ Բայց այսօր մենք տեսնում ենք, Տերը մարդկանց նման չի, որ խաբվի։ Այսօր տեսնում ենք, որ շողոքորդ մարդիկ, ասենք, ինչ-որ մեկին գովում են մեծ աղբեր են ասում, թագավոր են ասում, մեր թագավոր աղբերը կամ մեր թագուհի քույրիկը, հա, տարբեր գովանելով գովում են, մարդը հասկանում է, որ կեղծավոր է, բայց քանի որ լավ խոսքերով է ներկայանում, ինքը ուրախանում է, որ շրջապատի մեջ տես ինչ կոչումներով է ինձ կոչում։ Եվ չի ուզում նման մարդը կորցնի, որը թեկուզ գիտի շողոքորդ մարդ է, հնարավոր մի սիրունոր վնաս տա։ Բայց Տերը տես չէր, Հիսուսը։ Չեն նայում սրա, որ Տեր են ասում, փրկիչ են ասում, ինչ ասեն։ Սա չի հետաքրքիր ինձ, Տերը ասում է։
որ գան ինձ Տեր անվանեն կամ ուրիշ կոչումներով ինձ կոչեն բարձր։ Այն ասում է ամեն մեկը չի, որ այս կոչումների պատճառով, այսինքն անվանումների պատճառով, որ ինձ անվանի, ես ասում լավ, կարևորը ինձ ընդունես Տեր, կարևորը ինձ ընդունես Փրկիչ, կարևորը ինձ ընդունես Աստծո որդի։ Կարևորը սա չի, այլ ասում եմ ես պարզ կասեմ, հեռու գնացեք ինձանից անօրություն գործողներ։ Երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք, վերջը, բայց մինչև այդ էլ ասում եմ մենք քո առաջ կերանք, խմանք, մարգարացանք, քո անունով դևեր անեցինք։ Նմաններին Տեր ասում է ձեզ երբեք չեմ ճանաչել։ Այսինքն ոչ թե Տերը չի ճանաչել այդ մարդուն ընդհանրապես թե ով է նա, այսինքն անունն ինչ է կամ ինչ ազգից է, որտեղից է։ Դրա մասին չի, որ Տերը ասում է ձեզ չեմ ճանաչել, այլ նրանք գալիս են Տիրոջ մոտ, ուզում են մտնել արքայություն։ Տերը որ ասում է ես ձեզ երբեք չեմ ճանաչել, այսինքն sense չէ, ասում է Տերը ճանաչում է արդարներին էլ, ճանաչում է մեղավորներին էլ, որ ամենքին հատուցի ըստ իր գործերի։ Այսինքն շուտով որ դատաստան պետք է լինի, վերջ-վերջը եթե Տերը չի ճանաչում ընդհանրապես, ինչպես դատաստան կանի։ Չէ՞ որ նրանց գործերի հիման վրա, նրանց ճանաչելով, ուղղակի այստեղ թեմայի մեջ է, տեքստի մեջ է խոսքը։ Նրանք ուզում են մտնել, բայց ես չեմ ճանաչել որպես այն մարդիկ, ովքեր արժանի են մտնել արքայություն։ Ես չեմ ճանաչել որպես իմը, որպես արքայության անդամ։ Ինչի պատճառով հեռու գնացեք անօրություն գործողներ։ Ուշացու դարձեք մի բացահայտում էլ ասեմ, երբ որ Տեր ասում է ես ձեզ չեմ ճանաչել, այսինքն որպես փրկվող չեմ ճանաչել, որտեղ եթե ընդհանրապես Տերը չճանաչի շատ գիտի անօրություն են արել, թե անօրություն չեն արել, որ ասի հեռու գնացեք ինձանից անօրություն գործող։ Այդ պահին չեն ասում, անօրություն չեն անում, ընդհանրապես աղաչում են, որ դուռ բացի ու մտնեն, բայց Տերը ճանաչելով իրանց անցյալը հաշվի առնելով ասում է փագա ձեր առաջ դուռը։ Այսինքն ճանաչում է նրանց գործերը գիտի, որ ասում է հեռու գնացեք ինձանից անօրություն գործողներ։ Ուղղակի չեմ ճանաչում ձեզ, երբեք չեմ էլ ճանաչել, որ դուք իմն եք, որպես դուք իմ ծառաները կամ իմ զավակները, ես էլ ձեզ տեղ տամ, ես ձեզ չեմ ճանաչել, որտեղ անօրությունը չի թողել, որ նրանք դառնան Աստծո ծառաներ կամ դառնան Աստծո զավակներ եւ նրանց համար երկնքում տեղ լինի։ Ասում եմ ես չեմ ճանաչել։ Ուրեմն սա պարզ է, որ չեմ ճանաչել ինչ իմաստ ունի, այսինքն որպես թե փրկվողներ, բայց ճանաչում էր, որ անօրություն գործողներ են։ Նրանց համար տեղ չկա։ Ուրեմն շատ պարզ է Տիրոջ խոսքը, սա շատ կարևոր հայտարարություն է, որ Տերն արեց, որտեղ այսօր շատերին խաբում են սուտ վարդապետներ, այսինքն եկամուտ ունեն, օգնություն ունեն, շատերն էլ գիտեք ինչ այդ մարդկանց կողքին կանգնած են տարբեր հարցերում եւ սրանք չեն ուզում կորցնել նման մարդկանց, դրա համար հաշվի չեն առնում նրանց կյանքը ինչպիսին է, լավություն չեն անում, սենց ասած, որ ասեն, այսպես դուք կորսվես։ Լավություն անողը ինչ անում։ Խրատում է, հանդիմանում է, ճիշտ է խոսում, որպեսզի բացահայտի այդ մարդը վտանգից, փորձանքից հեռու կենա։ Ցավալին սա է շատ ժամանակ մարդիկ իրենց խրատողներին, իրենց սիրողներին ընդունում են որպես թշնամի, իրենց գովացողներին ու իրենց փառաբանողներին, մեծանուն դնողներին համարում են իրենց հարազատ ու բարեկամ։ Մարդը Աստծո աչքերով պետք է նայի, ոչ թե մարդկանց բերանով նայի իրեն։ Աստծո աչքերով, որ ինչ է ասում Աստված։ Ինչ եմ ասում, զուր անվախություն, այսինքն
մարդը անօրինության մեջ է, սխալի մեջ է, կոպիտ է, հպարտ է, չարախոս է, ատող է, չներող է, բայց ինչ անում, չել վախենում Աստծուց, որ մի sense օր կգա, ինչպես գրված է, այլ ասում է, ես Տիրոջը ճանաչում, Տերը ինձ չի թողի, Տերը ինձ չի կորցնի, մի օր այս օրինակը բերել եմ, իրական օրինակ, մտա միտեղ խորի նման տեղը նստում են, մինչև այդ միջանցքն է, որ վերջը միջանցք են մտնում, նոր անցնում են հաջորդ տեղը, որտեղ որ նստում են։ Եկա, ճիշտ ասած, այդտեղ կոշիկները հանում էին, նոր էին մտնում, ես մինչև որ հանվեցի, որ մտնեմ, տեսնեմ մեկի ձենը գալիս է, ճանաչեցի ձայնից, ինքը այս տարածքից չէր, և չարախոսում էր տեղի եղբայրներից։ Տեղի եղբայրներից չարախոսում էր, ձեր եղբայրները տկար են, թույլ են, իրանք Աստծու զորություն չունեն, մեր մոտի եղբայրները զորավոր են, այ իրանց լսեք, սրանք ձեզ չեն կարող օգնել և այլ։ Ես որ մտա ներս, ասի զգույշ մնա, ինքը տեսավ ինձ ձայնը կտրեց, ասի զգույշ մնա, որ կին են իհարկե, ասի քույր ջան, զգույշ մնա, որ վաղը դու ձախ կողմը չկանգնես Հիսուսի, դատվողների հետ չկայնես, փրկությունդ կորցնես։ Ասեց, չէ, իմ Հիսուս ինձ չի թողի, իմ Տերն է, իմ փրկիչն է, ես հավատում եմ նրան, Աստծո որդի է եւ այլ, սկսեց այդ իամ մխիթարությունը ասել իբր թե սրա պատճառով ես կփրկվեմ, ասես Տերը ասել է, ես իմ կորած գառը կորած չեմ թողի, կորած ոչխարը կորած չեմ թողի, այլ Իրուսերի վրա դնելով կբերի տուն։ Տերը երբեք չի թողի, որ կորեմ։ Ասի քո բերանով ասեցի, շատ ճիշտ ասեցի։ Տերը կորած ոչխարը չի թողում, բայց գրած չի Տերը կորած այծերը կդնի իր ուսերին կբերի։ Դու հիմա քո գործին նայի, դու այծի գործ ես անում, թե ոչխարի գործ ես անում։ Դու այծի գործ ես անում, մնալու ես ձախակողմյան, դուրս ես մնալու։ Ինքը չընդունեց, մտածեց, թե որ մեզանից չարախոսում է, եղբայրներից չարախոսում է, կարծես թե ես էլ իրեն վիրավորում եմ, ինքը դենց համարեց, չիմացավ ճշմարտությունն եմ ասում, բայց իտոգում թողեց Աստծուն, դառը հիվանդություն ստացավ, երկար ժամանակ տառապեց ու դենց էլ առանց Աստծոց մեռավ։ Եվ սա պատահական չի։ Տերը ձեռ է քաշում մարդուց, ումից Տերը ձեռ քաշեց, տարբեր չարիքներ կարող են հանդիպել մարդուն։ Տերը պաշտպան է, Տերը օրհնում է, իր ցանկն է դնում մարդու շուրջը, որ անգամ անհավատի շուրջը դնում է, բայց երբ որ համահանում է, ինչ որտեղ Տերը ցանկը վերցնում է, սկսում է փորձությունների մեջ ընկնել։ Այս մարդը սա հաշվի չի առնում։ Տերը պարզ ասեց, ով ուզում ես եղիր, ուզում ես հրաշքանող եղիր, ուզում ես դև հեռացնող եղիր, ուզում ես Աստծո խոսքը լսող էլի, բայց չկատարող իհարկե, որտեղ անօրինություն գործողներ։ Ով ուզում ես եղիր, եկեղեցու անդամ եղիր, քո առաջ կերանք, խմանք, այսինքն քեզից օգտվեցինք, քո օրհնությունները ընդունեցինք, թե ֆիզիկապես, թե հոգևորապես կերանք, խմանք, բայց շատ պարզ կասեմ Տերը, հեռու գնացեք ինձանից անօրինություն գործողներ։ Սա վերջնական կնքված խոսք է դարերով, հազարամյակներով հավիտյան չի փոխվելու։ Դա մարդը թող իրեն զուր տեղը, ասենց ասած չմխիթարի ու անվախ դառնա, իբր ես կորիստի վախ չունեմ, մեկը չեմ կորելու։ Սուտ քարոզիչներ, սուտ վարդապետներ, սկսում են մխիթարել, ով որ վերստին է ծնված, նա չի կորելու, ով որ Աստծունն է, Աստված չի թողելու։ Ադամից լավը չնես, որ Ադամին թողեց։ Ոչ մեղանչական բնություն ուներ, ոչ ես ինչ ժամանակին շեղված էր, ինչ էր, մեկ պահ մեղանչեց,
մեկ իրա ու Աստծո արանքը մեկ խոսք կար, որ պատվիրան կար, որ այդ պատվիրանը պահի որպես ուխտի խոսք, Աստված իրան պահի հավիտյան։ Խախտեց, Տերն ասել, կերածդ օրը մահով կմեռնես։ Տերը չասեց, ոչինչ է դե մի պտուղ մի հատ գծել է, ինչ կլինի։ Դե պայմանի հարց կա եւ օրենքի պատվիրանի պահել կա եւ անօրինություն, այսինքն պատվիրանազանցություն կա։ Դա համար Ադամը 1000 ցավիտ է դառավ։ Նման մարդիկ շատ կան, որ Աստծո մարդ են եղել, Աստծո ընտրյալ սավուղ են օրին գա եւ այլ։ Ուրեմն սա վերաբերում է սա, որ զուր անվախություն, մարդը անօրինության մեջ է, սխալի մեջ է, չարիքի մեջ է ու զուր տեղը ինքն իրեն խաբում է, մխիթարում է, թե ես չեմ կորելու։ Մեկը իմ համար լավ է լինելու։ Մի մորթերեք խոսում է հետս, ասում մարդիկ եկան հետս խոսեցին, ես ասի, խնդրում եմ մեջ շարակ, ես 2 պատվիրան, 3 պատվիրան գիտեմ, պահում եմ ինձ հերիքա։ Մարդկանց հացը չկդրեմ, վատություն չանեմ ուրիշի, աշկ չդրեմ ուրիշի ունեցվածքին, հետո շնություն չանեմ, մեկ էլ ընտանիքս պահեմ։ Իր համար այդ 3 պատվիրանն է որոշը ու մխիթարում է, թե այս 3-ը պահում եմ, շնություն չեմ անում, ընտանիքիս համար խնամք եմ տանում եւ ուրիշին հարևանին ու բանն վատություն չեմ անում։ Սա համարից եմ փրկության մի հատ միջոց։ Այստեղ չի փրկությունը մենք չենք որոշում ինչպես պետք է անենք, որ փրկվենք։ Մենք պետք է նայենք Աստված ինչ է ասել, Աստծո ասած անենք, որ փրկվենք։ Իհարկե ասածը գիտեք, հավատալ Տեր Հիսուսին եւ այլ, բայց ինչքան էլ հավատաս, ինչքան էլ քեզ արդար համարես, բայց եթե անօրինության մեջ եմ ես ու դու, դա արդեն Տերը պարզ ասել է, հեռու գնա ինձանից, դա չի փրկի։ Նաեւ ուզում եմ մեկ ուրիշ խոսք էլ կարդալ ձեզ համար, որովների առակի մեջ Տերը մի այսպես խոսք ունի, ամբողջ չեմ կարդա, Մատթեոս 13-ի 41-ից եմ կարդում, երբ որ կգա երկրորդ անգամ, ասում եմ մարդու որդին կուղարկի իր հրեշտակներին եւ նրա արքայությունից կհավաքեն բոլոր գայթակղություններ եւ անօրինություններ գործողներ եւ կգցեն նրանց կրակի փռան մեջ, այնտեղ կնի լաց եւ ատամների կճտեն։ Այն ժամանակ արդարները կծաղկեն ինչպես արեգակ իրենց հոր արքայության մեջ, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Այսինքն շատ պարզ, անօրինություն գործող եւ արդարներ։ Տերը ոչ թե բերանի խոսքով է նայում նրանց այդ փրկվել կամ չփրկվել, այսինքն փրկված կամ չփրկված լինել, այլ գործը, որտեղ ասում է հավատք, այո, հավատքով մենք արդար ենք, բայց հավատքի գործ, որտեղ Տերը ասում է, եթե մեկը, Տիրոջ խոսքը սա է ասում, եթե մեկը արդարացավ, հետո նորից հետ դարձավ անօրինության, Գիրքն ասում է, նրանք կրկնակի մեռած են, արմատախիլ եղած ծառի նման են։ Որ մեկ անգամ մեռել են Ադամի ծնվելու պատճառով, որտեղ մեղավորից էին ծնվել, երկրորդ անգամ լավ, Ադամ ինչ արել է։ Ես այդ ամեն ինչը լուծեցի, բժշկեցի, քեզ փրկեցի։ Երկրորդ անգամ արդեն Ադամի պատճառով չես մեռնում, դու քո անօրինությունների համար կմեռնես։ Ինչպես Ադամին էր ասել, զանց մի արա, որ մահով չմեռնես, մեզ էլ ասել է, արդարացար, ինչպես որ 38 տարվա այդ հիվանդին, որ բժշկեց Տերը ասել, ահա առողջացար, գնա այլևս մի մեղանչի, որ ավելի չար բան քեզ չպատահի։ Դից է մեզ ասում, ահա արդարացար, փրկվեցի ադամականից էլ, քո գործած մեղքերի պատժից էլ, ամեն ինչից պրծար, սատանայից էլ, մահից էլ, գնա ապրին որպես արդար, որ ավելի չար բան քեզ չպատահի, Սուրբ Գիրքը ասում է, ովքեր որ
արդարություն թողում են, հետ են դառնում իրենց անօրինության, սրանք ասում են անհավատից բետար են, անհավատից վատն են։ Աստված ձեզ պահի։ Դրա համար ասում է կուղարկի իր հրեշտակին եւ իր արքայությունից կմաքրի գայթակղություն գործողներին։ Հետո բացվում անօրինություն գործողներին։ Էլ չի ասում հավատացած եղել ես, չես եղել, անհավատ ես եղել, թե լավ հավատացյալ ես, փաստ որ դու անցել ես անօրինության, ես անցել եմ ասենք անօրինության եւ չեմ պահում արդարության կարգ ու կանոնը։ Ուրեմն սա նորից հիշեցնում որ խոսում եմ նրա համար որ շատերը այո եւ Տերը գիտենք որ միայն ֆիզիկական այդ գործերին չի նայում, այլ հոգևոր գործին էլ։ Իսկ մարդ իր հոգու մեջ, իր մտքի մեջ, իր սրտի մեջ մեղք է գործում։ Նայեցի, ցանկացար շնացար, նայեցի, մասնակցեցիր, հավանեցիր գողին կամ մարդասպանին կամ եսիմումը, դու մասնակից ես նա գործերին։ Հավանում ես հանցագործին, դու հանցագործ ես։ Շատերը հավատացյալ են կոչում, բայց հանցագործներն են հավանում, գովում, հոգով սրտով այդ մարդու հետ են։ Ուզում քո ընտանիքի անդամ լինի, ուզում քո գյուղացին լինի, քաղաքացին լինի, հորոխորդ տղենա, բարեկամ տղ, քեզ կկործանի։ Աստված չի նայում, որ իր բարեկամն է դե պարզ է, պետք է գովա էլի, պետք է հրճվի իրանից, տեղը նկա գովի, ինչ հզոր մեկն է, տեսար ոնց խափեց, էս արեց, են արեց։ Հավասար, ասում ոմանք չեն անում, բայց հավանում են անողներին։ Նրանք են նրանց հոդվածով են դատվելու։ Աշխարհի նման չի Տիրոջ դատաստանը։ Այնքան հանցագործներ կան, անգամ մարդիկ սովորեցնում են գնա էս արա, այն արա, մեկը որ բռնում է, մենակ անողը դատվում են սովորեցնողները, ծուր ճանապարհ ցուցողները, իրանց համար ուտում խմում են գանում երկրի վրա։ Տերը տես չի, բոլոր մասնակիցներին, մտքով մասնակիցներին լա դատելու։ Մարդիկ կան սիրտը, այդպես է, մեկ տենից խաղաղվում են։ Ասեն, ներեցի, որ պարտական է իրան, ասենք, ինչ-որ հարցով նեղացել է։ Լավ, նեղացել, մեղավոր է, ներեց։ Մեկ տես մի ամիս հետո նորից նույն վիճակը, չի ներում, չարախոսում է, բարկացած է խոսում, նրա հանդեպ, չէ որ դու ներել էիր, ես ուր ես հետ դարձը քո ցեխին, լվացած խոզը նմանացնում է Սուրբ Գրքի մարդիկ նմանացնում են, ասում են արդարը որ կեղտոտվում է նման է լվացած խոզը որ էլ իր ցեխին դառավ։ Եվ լոմդիշ ավելի վատ օրինակ է ասում։ Հազիվ ներել էիր, խաղվել էիր, սրբվել էիր, ուր ես նորից դառնում ատելության, նորից անեցքի, մարդը իր սրտի մեջ էլ է անիծում։ Ցանկանում եմ որ այսքան Երոնից էս բան կատարվեր։ Իբր հավատացյալներից մեկն էլ ասում է ուրեմն ասանցես մի հատ լավ բան անի սիրտս հովանա։ Սիրտը կեղտոտվում է չի հովանում։ Կրակի պատճառը տալիս քեզ։ Համար մենք չպետք է ուրախանանք մեր թշնամուն գնելով էլ։ Չար այսօր թակարները սարքե, որ առանց Աստծո մեկը չի կարող փրկվի։ Նես թակարները սարքե, որ մարդը հեչ ոչ մի բան չլինի, նստում է հեռուստացույցի առաջ կամ նստում մտածում է տեղում դատապարտության, դատաստանի, կորուստի հարց իր մոտ լուծվում է։ Վերջին օրերին գիտեք, սենց է գրած, ասում է քանի որ ճշմարտության սերը չընդունեցի որ փրկվեն, դրա համար Աստվածը թույլ տվեց, հենց ուղարկեց, ասում է մոլորության զորություն, որ մարդիկ հավատան եւ դատապարտվեն, որոնք որ արդարությունը մերժեցին, Տիրոջ սերը մերժեցին։ Մարդը նստած հեռուստացույցի առաջ, գնաց հանգիստ քնավ, բայց հեռուստացույցի առաջ
ում հետ համաձայնվեց, ումը հավատաց։ Դες կորուստը ես միշտ չի մեկել, այդ հաս մի հատ զենք վերցես ու սկսես մարդ կոտորել, որ ասեն, չէ, էսի դժողքի բաժինն է։ Հավատան ստին ու դատապարտվեն, պատկերացնում եք։ Նստած տեղը հավատաց այդ հաղորդմանը ու դատապարտությամբ գնաց քնեց։ Հələ որ ասում խաբար էլ չկա իրան, թե դու արդեն դատապարտություն ընդունեցիր, ստին հավատան, որովհետև հավատան ստին եւ դատապարտվեն։ Հեշտ հանգիստ դիվանուն նստած։ Շատ վտանգավոր է հոգևոր կյանքը։ Շատ։ Դա համար մարդ Աստծո փեշից պիտի կախվի չթողի։ Ամեն վարքյան նա խրատներով է թա։ Նա խոսքերով է թա, որ այսպես ոչ մի բան չես արել դու նստած, ընդհանրապես մի հատ սուտ հաղորդման ես հավատացել ու դատապարտում ես։ Ստի, իբր ամբողջ հերստացել ես սուտ, չես կամ նայես։ Դեպքեր ուրիշ ձև են նկարագրում, ուրիշ ձև են ներկայացնում, ճիշտ խոսք չկա են, որ ասում է։ 90-ական թվականներին մեկին մի հաղորդավարի գործից հանեցին ու պատժեցին։ Թե այդ մարդը դիտման բարեց, իբր լավություն անի ժողովրդին, թե միամիտ արեց, Աստված գիտի, հաղորդումը վերջանում է, անջատվում է, կամերաները անջատվում են, միկրոֆոնը չի անջատվում։ Այդ հաղորդավարը ասում է, այսօր խաբեցինք այս խեղճ ժողովրդին։ Ամբողջ եթերով լսվում է։ Բրին պատժեցին, հանին գործից, թե ինչ տուգանքներ դրին, Աստված գիտի։ Դա համար զգուշ լինենք։ Այսօր հերոստատեսությունը կորստյան մի հատ, չեմ ասում հերոստատուս չտնել, թեմաներ կան, բաներ, որ քննված են, ստուգված են, պարզված են, ճանաչված են հաղորդ այդ խոսքը խոսողները, գիտես ով են։ Մեկ լսում են, մեկ լսում են այն մարդկանց, որոնք դեմքն էլ չի երևում, ինչ-որ նկար են, դրա հետևից խոսում են։ Ով է, ոչ անուն ունի, ոչ ազգան ունի, ինչ-որ հաղորդման անունն է գրած, էս ինչ տիվի, ինչ-որ անծանոթ տիվի, նկար է դրած, հետևից խոսում է, ումն է խաբում, ինչքան մարդ է խաբում, ինչ անում, շատ են էլ, դա լսելով մեկ էլ միտեղ հավաքված ենք, մեկ ասեց, սենց սուտ է խոսում, ասում էդ որ դու խոսում ես քո խելքը չի, իմ խելքն է, ասում քո խելքը չի, երեկվա հաղորդման հաղորդավարի խելքն է, մտե գլուխդ խոսում ես, ոմանք սենց են անում, քրիստոնեությունը մեզ ձեռ չի տալիս, քրիստոնեության պատճառով ծովից ծով Հայաստան կորցրեցինք, այս արինք, այն արինք, եկան ասում, հետ շիտ խփում են, մյուսը դեմ տուր Հայաստանը տվին գնաց, լավ տղերք են, լավ ղեկավարներ են իբր երևում, լավ ես մինչեր, մարդկեր հավատում են, թե այս մարդը ճիշտ խոսել, չգիտի, տգետ, անգրագետ մարդ է, նախ ծովից ծով Հայաստան Տիգրան Մեծի ժամանակով ա եղել, դեռ մինչև Տեր Հիսուս Քրիստոսի երկիվերջ ծնունդը, Տիգրան Մեծի ժամանակով էլ այդ ծովից ծով Հայաստանը կորել է, ինք իրա ձեռով հանձնել է Հռոմին, Հայաստանն քրիստոնեություն ընդունել է 400 տարի, 301 թվական, այդ դու որտեղից ես քրիստոնեությանը մեղադրում, թե քրիստոնեությունն էր պատճառը, ավետանն էր պատճառը, թե ծովից ծով Հայաստանը քանդվեց, 400 տարի բերանով ես ասում, մարդիկ հավատում են նստած այդ ստին, որ ատելություն առաջանա Քրիստոսի հանդեպ, ավետանի հանդեպ, ստում են մարդիկ ստին հավատում են, հիմա շատ են խոսցրես, երևի 80-90% Հայաստանի այդ գաղափարն է, թե քրիստոնեության պատճառով ծովից ծով Հայաստանը վերացավ, բայց ծովից ծով Հայաստանը վերացել է, հələ քրիստոնեություն չէր սկսվել, աշխարհում անգամ, ոչ թե մենակ Հայաստանում, Աստված ձեզ պահի, այո, քեզ թվում է, դե լավ ոչ սուտախոսած, բայց ասում եմ, դու սուտը ընդունեցի այդ սերմը, Ադամն էլ մի խոսք ընդունեց, մահ բերեց իրան, մարդը պետք է ստերին չհավատա, և նորից մեկ ուրիշ հատված եմ ուզում կարդալ, իհարկե այստեղ արդեն ես կկանգնեմ
ինչ-որ տեղ զուր վախի պատճառով, զուր անվախություն էր, մարդ անորության մեջ հա, մեկ էլ զուր տեղը իրան համարձակությունը տվել, չի վախենում, դա զուր համարձակություն է, զուր անվախություն է, բայց հիմա ուզում եմ կարդալ առաջին Կորինթացիների 15-րդ գլխից եւ Պողոս առաքյալն ասում է առաջին խոսքից ասում է իմացում եմ ձեզ եղբայրք այն ավետարանը որ ավետանից ձեզ որն էլ ընդունեցիք որի մեջ էլ կանգնած եք որով էլ փրկվում եք այն բանով որ ավետանացի եթե ամուր բռնեք նրան եթե զուր տեղը չեք հավատացել որտեղ առաջուց բացատրում է Քրիստոս եկավ խաչվավ գրքերի անմատ հարություն առավ եւ այլ այսինքն բաներ կա մենք վերցնել ենք ճշմարտությունը հաստատվել ենք բայց զուր տեղը վախենում ենք Աստված երաշխավորում է ասում է որ եթե ընդունել ես հավատացել ես սրտանց ասում որի մեջ էլ կանգնած եք այսինքն այդ կյանքով էլ ապրում եք բայց էլի վախի մեջ եք բա որ չփրկվեմ բա որ ես չանեմ բա որ այն չանեմ ոնց կլինի այսինքն մենք մեզ զուր վախի մեջ ենք գցում Աստծու խոսքին կարելի ասել չենք վստահում, Աստծուն չենք վստահում։ Աստված ասել է, եթե մարդը լինի, օրինակ մի օր ես հանդիմանվել եմ, ինչ ձև։ Հիվանդ կար, տարանք հիվանդանոց, հիմա մտավախությունն եմ, տենաս կբուժվի, տենաս ոնց կլինի, հետևանք չի լինի հիվանդության, այս կողմ, այն կողմ, մեկ էլ մի բժիշկի անունտին, որը եկավ, շատ ուժեղ բժիշկ է, չկամ հիվանդները բուժե, սենց, ոնց որ ասպաս սիրտս տեղն անգնեմ, ասում եմ, լավ է, խաղավեցի, այդ վախերս վերացա, որ վախենմի, ոնց կլինի, ուժեղ բժիշկի ձեռանք է, մեկ էլ հանդիմանվեցի, այդ մի հատ ուժեղ բժիշկի համար խաղավեցի մխիթարում, ուժեղ Աստծո համար խիչ ես մխիթարում, որ Աստված ասում է, դու չես կասկածի մեջ ես ոնց կլինի, հա ոնց կլինի, Աստված քեզ ասում է, դու կփրկվես, դու կասկածում ես, ես քեզ հետ եմ, կասկածում ես, եւ այլ, Աստված չեղավ մի բժիշկի չափ, չեղավ, որ ոնց որ վստահում ենք բժիշկին, դες վստահենք Աստծուն գոնե, բայց առավել պետք է վստահենք, զուր վախեր, մեր անթերահավատության պատճառով զուր վախեր, եւ նորից մեկ ուրիշ համար էլ կարդամ ձեզ, օրինակ, իհարկե ստե համ զգուշացում կա, համ էլ վստահություն կա, 14:33 խոսքում նույն թղթի ասում է, որտեղ Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության ինչպես սուրբերի բոլոր եկեղեցիներում, Աստված խաղաղության Աստված է եւ բոլոր սուրբերի Աստվածն է, եկեղեցիներում, խռովության Աստված չի, իհարկե ես չեմ ուզում արդեն զգուշացումը, ասեմ, որտեղ բավական զգուշացեցի, բավական է, բայց հաճախակի մենք վախ ենք ունենում, տեսել եմ, մարդիկ, որ սրտանց ուզում են Աստծո կամքը կատարել, բայց ուժ չունեն, խաղաղության եւ սրբության, Աստված խաղաղության եւ սրբության Աստված է, սուրբերի Աստված է, Բա ես ինչ վիճակի մեջ եմ, խաղաղություն չունեմ, շատ տեղեր խաղաղությունից կորցնում եմ, վախեր ունեմ, կամ խախտում եմ սրբությունը, մեղք եմ գործում, ամբողջ ուժով ուզում եք կատարել, բայց վախենում է։ Սա զուր վախ է։ Գիտեք ոնց, հավատքը թողած է, ինչ-որ չափով։ Եթե դու ընտրել ես Աստծուն, հանձնվել ես Աստծուն, այդ սրբությունը, այդ խաղաղությունը Աստված քո մեջ կձևավորի, դու կլնես ես մարդը։ Մարդ զուր է վախենում, չպետք է վախենաս, իմ Աստված ինձ կօգնի, որ ես ես մարդը դառնամ, ինչպես Պողոս առաքյալն ասում է, Աստված ինձ կազատի ամեն չար բաներից եւ իր երկնային արքայությունը կտանի։ Սա հավատք էր։ Պողոսը չէր ասում, որտեվ ես առաքյալ եմ, որտեվ ես շատ եմ քարոզել, շատ եմ չարչարվել, չգիտեմ ինչ եմ արել, եկեղեցիներն հաստատվել, շատ մարդ կփրկվեն, պարզա ես կփրկվեմ։ Դրա վրա վստահ չէր։
Պողոսի վստահությունը իր գործերը չէին, իր առաքյալ լինելը չէր, իր մյուս հաջողությունները չէին։ Մի հատ վստահություն ուներ Պողոս առաքյալը։ Տերը ինձ կազատի ամեն չար բաներից եւ իր երկնային արքայությունը կհասցնի։ Հիմա մարդը տեսնում է, կարդում է խոսքը տեսնում է, Աստված խռովության Աստված չի, խռովկանների Աստված չի։ Խռովկանները Աստծո արքայություն չեն մտնի։ Բայց ինչ անում, շատ խռովկան եմ, մեկը մի բան անում, հասկանում եմ սխալ եմ անում, բայց չեմ կարող սրտիս վրեն, սրտս ինձ ուժեղ է։ Ես ուզում ներեմ, սրտս չի թողում։ Ոչ թե չի թողում, մի հատ լեկցիա կարդում գլխիս։ Հիշում ես այն օրը, այս ինչ թվին, այն ինչին, ինչ արեց, ինչ ասեց, ուր ներես, ուր խաղավես, ուր հաշտվես։ Ինձ պետք չի, ինձ փրկություն է պետք։ Ինչը արեց, իր վրա է գրվել։ Եթե վատություն է, եթե ես էլ արել եմ, զղջամ խոստովանում, բայց ես պետք է վստահեմ Աստծուն։ Այն Աստվածը, որ խռովության Աստված չի, ես խռովության մարդ եմ, խաղաղության մարդ չեմ, Աստված ասում է խռովության Աստված չէ, խաղաղության եւ սուրբերի Աստված է։ Ես խաղաղության մարդ չեմ, խռովության մարդ եմ, բայց չեմ ուզում լինեմ այսպես, քանի որ քո ընտրությունը կա, չես ուզում լինել, Աստված քեզ բժշկելու է։ Ինքը տեսնես, որ Աստված բժշկել է, այո, դու դարձել ես խաղաղության մարդ, չանիծող մարդ։ Հորքուրս ասում է, չէ, տղա ջան, այդ իմ բանը չի։ Ես առավոտ շուտել եմ, անեսքով բերանս բացում եմ, քֆուրով բացում եմ, ինչև իրգուն մարդս եմ անիծեմ, որ խմամակամ չարություն անեմ, այս մեկին, են մեկին, են մեկին, են մեկին, ես ոնց կարամ դառնամ այդ սուրբ մարդը։ Աստված ասում է, արի, ես եմ քո բժիշկը, որ ջուրը բերեցին Տիրոջ մոտ, չասեց, ջուր, քեզի փոխի, չէ, Հիսուսը փոխեց, դարձեց գինի։ Մեղավորին բերում են Հիսուսի մոտ, Հիսուսը դարձնում է արդար, մաքուր, դրա համար շատ է զարմանում, ասում անցյալը հիշում ենք, այն մեկի անցյալն ենք հիշում, այս մեկին էլ ասեցին, մեկին էլ ասեց տղամարդը, ասեց ես ձեր մոտ չեմ ուզում գամ, ձեր խումբը, ինչի, ասեց այս ինչը ձեր մոտ է, չէ գալը մասնակցում, այս ինչ կին է, ասի հա, բայց գիտես ինքը ինչ կներեք հազար անգամ մանեկող կնիկ այել է։ Ասի դու մանեկող մարդ չես, հենց հիմա գիտեմ, թե ինքը երկու հոգու հետ մանենք է, դու մի 12 հոգու հետ ես մանենք է, այդ ոնց է դրա մանգալը տենում ես, քո մանգալը չես տենում, հա, եթե դատում ես, ինքը արժանա դատաստան դու ես, Տիրոջ մոտ տղամարդ ու կին նշանակություն չունի, այն Հայաստանի որոշ կանանց մխիթարությունը չի Աստծո մոտ, ստիպած ասում դե տղամարդ է էլի, դե տղամարդ է պետք է անի էլի։ Աստված դες չի ասում տղամարդը պետք է անի, արես դատվելու է։ Սրբություն նամուսը կնոջն էլ է պետք, տղամարդուն էլ է պետք։ Չի ասում ոչինչ տղամարդը։ Ասի այդ ուրեմն 6 անգամ քո դատաստան ծանրանալու։ Ինքը երկու հոգու հետ մանեք է դել 12 հոգու հետ, եթե մնացածն էլ չգիտեմ։ Կամ դու ասում ես ես չեմ գա նստեմ ձեր կողմ, որտեղ ասես ընդեմ մեկը կա։ Բան չես մտնում բանկ, այնքան մտածները կան, ինչ ես մտնում դպրոց, խանութ, ավտոբուս, ես ինչ, այնքան կա, որ կողտել են նստում։ Այս մենակ ստեղ, հա, եկեղեցի մա, որ դու քան որ կարող մեկն էլ եկել չել, հələ ուղղվե, հարց է չի։ Բայց դա ինքնակործանում է, քանի որ դենցը կա, դե քանի դենցը կա, քեզ քիչ կանալ։ Ինքնասպանության ծրագիր է դնում, ես չեմ ապաշխարի, քանի դենցը կա։ Մարդը մեռնելու վրա է, այս քանի օրը, մեռնում է, վերջին օրերն է, այսօր եկուս լսենք մահացել է։ Հարազատը գնում ասում է, Աստծու խոստովանի, ապաշխարի սիրտը տուր Հիսուսի կորուս չետաս, գիտի, էլ փրկություն չկա ֆիզիկապես։ Այդ լրի մեղավորներ խոստովանել մնացել եմ ես, հա։ Այդ քեզ ձեր։ Ամբողջ աշխարհը պետք է խոստովանի, վերջին ինքը խոստովանի։
ամբողջ աշխարհը մեղավորները խոստովաններ մնացել եմ ես եկել եք ինձ եք ասել խոստովանի։ Մարդն ինքն խապա ու գիտի թե ինձ իմաստու պատասխան տվեց, ճիշտ բան ասեց։ Տերը ձեզ օրհնի։ Ուրեմն ասում Աստված խաղաղությանն է եւ սուրբերի։ Այո, եթե դու դեռ այդ չես, վստահի Տերը ես դրա համար է քեզ կանչե, որ քեզ փոխի կույրին, չասես գնա աշխատ բուժի, որ նոր եղբայրը կարդաց։ Հիսուսը բուժեց, որ տեսնի։ Դենց էլ մեղավորին կարողանում է բուժել, արդարացնել, արդար ճանապարհի մեջ դնել։ Սա զուր վախ է, երբ որ մեկ էլ մի վախը դա էր, որ մենք մեր մեղքերը չենք տեսնում, որ խոստովանանք ապաշխարել։ Մեկն է սա, որ տեսնում ենք ու մեղքից կպնում ենք, չենք տեսնում Հիսուսը, որ կարող է մեզ բուժել։ Հիմա ես ուզում եմ երկրորդ Կորինթացիների թղթից կարդալ 13-ի 11-րդ խոսքը, ասում վերջապես եղբայրք, ուրախ եղեք եղբայրք ասելով, գիտեք ինչ, ոնց որ եղբայրք եկեղեցու առաջնորդներին է գրում, բայց ամբողջ եկեղեցուն է գրում խոսքը ուղարկված։ Ուրախ եղեք եւ կատարյալ եղեք, մխիթարվեցեք, միաբան եղեք եւ խաղաղություն արեք։ Եվ ուշադրություն դարձրեք վերջի խոսքը, եւ խաղաղություն արեք։ Շատերը խաղաղ չեն, թեկուզ իրար հետ խոսում են, բայց խաղաղ չի դիմացինի հետ։ Սա պարգև է, որ այսօր ես ասում եմ, Տիրոջ լավությունն է, որ ես ասում եմ, այդ մարդիկ նես չմնան, որտեղ մեր մեջ շատերը կան խաղաղություն չունեն շատ մարդկանց հետ։ Ամա ինչ արե, ինչ չարե, խելքից տկարա մի մարդու մասին խոսեցի, շատ հավանեցի իր հասկացողությունը, մեկը խոսում էր իր աղբոր մասին։ Մեծը կարելի համար, որտեղ իրանց մեծը մահացել է, մեծ աղբոր մասին է խոսում, ասում բողոքեցի, որ ես ինչը մեզի սենց արեց այստեղը, ես ինչ սենց, աղբերս ասեց, այդ դրանց խելքի հետքամ, իրանց մակարդակն հետքամ, ընգնենք դրանց հետևից ինչ մեր կյանքը փչացնենք, այդքամ կա, այդքամ անում էլի, ոնց է խաղվել այդ բաները հաշվի մի առ, անկարողությունից մեկ անը, մեկ է խելքը չի երիքım, սխալախոսում, քո հանդեպ, մեր հանդեպ, մինգ է այդ բաների հետևից։ Ինքն հավատացյալ մարդ չի, հետաքրքիր է, Աստված իրան խելք է տվել։ Դա Աստված, որ իրան էլ դառնա փրկվի, բայց շատ հավանեց, էլի, որ ինքը նես չի լսում ատելությամբ լծվի, բարկությամբ լծվի, եսի մեր մասին ես ասեն, մեր մասին են արել։ Ասում դա իրանց խելքի այդքամ իրանց իրանց չափով են խոսում, էլ ինչ են գնենք դրանց խոստերս էլի խոսան։ Դանք թող, դրանց հետևից մինգի աղբորն ասել է։ Դրա համար ասում եմ խաղաղության մեջ եղեք եւ սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Դա պատճառը։ Այն միշտ բաներ են խոսում։ Խաղաղության հետևեք, խաղաղություն արեք եւ սիրո ու խաղաղության Աստված քեզ հետ կլինի, ձեզ հետ կլինի։ Այսինքն ուշադրություն դարձեք ինչին աստե հարցը։ Շատերը հասկանում են Աստծո ներկայության կարևորությունը։ Տեր ինձ հետ եղի, ինձ պաշտպանի, Տեր ինձ մի թող։ Շատ լավ բան է փափագում, բայց Տերը ցույց է տալիս։ Դու խաղաղություն ար, Աստված ասում է Երանի խաղաղություն անողներին հիշում եք Մատթեոս 5-րդ գլխում։ Նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Բայց շատերը խաղաղություն չունեն, իրենց էլ Աստծո որդի համարում են։ Այո, դեմ չեմ կարող ժամանակին ապաշխարել, Աստծո որդի է դարձել, բայց արդեն Աստծո որդու որակը կորցնելով գնում է Աստված է նրան թողելու է։ Կասի հեռու գնա ինձանից անօրություն գործող։ Աստծո որդիները խաղաղության որդիներ են։ Ամենքի հետևի խաղաղության եւ Աստված քեզ հետ կլինի։ Եթե ուզում եք Աստված ձեզ հետ լինի, մենք պետք է եւ ինչ եմ ասում զուր վախ, բայց մեկ էլ հորքուրից նման չէ, ես չեմ կարող, անիծող եմ, մուրպաղ եմ, այմալ ասա Տեր Աստված, այս խոսքը որ ասեցի խաղաղության հետևի, ես չեմ կարող։
ինձ ողորմի, ինձ բժշկի մոտ գնա, Աստծո մոտ գնա, խոստովանի քո ցավը, անխաղաղ լինելը, խաղացի չանելը։ Մեկ եկավ մեր միտեղ ժողովին, առաջին անգամ մի կին էր։ Կայնավ հենց հələ չի նստել, կանգնած բոլոր ժողովուրդը նստած են կանգնած, գիտեք ինչ եմ եկել։ Ասում ենք ինչ ես եկել։ Մարդ սա ինձ ուղարկե։ Ասում եմ լեզուդ այնքան երկարանց կերար գնա ապաշխարի մի իշխելքի արի բրծնեն քեզ։ Ասում եմ ես ինքը անկես խոսում ասում եմ այնքան լեզուս երկարա տեղին անտեղին խոսում եմ ընտանիքից նեղացնում եկել է մի ճար արեք աստծոաղոթեք աստվածոց ողորմություն անի որ լեզուս կարճանա այլ տանը սխալությունը կորցնում եմ իմ լեզվի պատճառով ասիկ համեջ կլնի մի ամիս թե երկու ամիս եկավ մեկ էլ մի օր եկավ ասեց եկել եմ հաջողանում էլ չեմ գալու Ինչի, ասում եմ լեզուս լավ կարճացել է, ասում եմ մարդսել ասում եմ այս ես լավ է, էլ մի գնա, հերիքա, ասի գնա մարդուտ ասա, այն լեզուն, որ առաջ երկար էր, հիմա ավելի կը երկարի, որտև տեր ասում եմ, 7 անգամ բետար ալնում, 7 անգամ երկար ես կեզ խեղտելու եմ լեզու, աս պատտելու եմ, Վզիտ լեզիս կեզի խեղտեմ շպրտեմ ենքում, գնա ասա քանի կարճա մի խանգար ես ուզում եմ գնամ այդ ճամփեն։ Իհարկե մարդը հալածես չէ, հերիք ասես լավ այդ կինը մինչև այսօր եկեղեցում փառք Աստծուն։ Պատկերացնում եք մարդը անկեղծ խոստովանեց, լեզուս երկար է։ Մի բան արեք լեզուս կարճ է։ Դե լես sense ասա, կնոջ նման։ Դեր աստված ես խաղացան մարդ չեմ։ Ինձ խաղություն տուր, որ ինձ հետ լինես, ես քեզ չկորցնեմ։ Մեկ մարդը աման չմա ճիշտը խոսա, ճիշտ խոսալու մեջ Աստծո առաջ մանավան, բժշկություն կա, Աստված ձեզ օրհնի, ասի գիտեք ինչա, որ ստեղ էլ ասում եմ զուր վախ, ընդ ասում եմ զուր անվախություն, մարդ անորության մեջ է ու չել վախենում, ստեղ զուր վախ, որ մարդը տեսնում են କି չի կարող անի, ես չեմ ասում այն մարդկանց համար, ովքեր հասկանալով խաղությունը մերժել են, կամ սերը մերժել են, օրհնությունները մերժել են, բայց այն մարդկանց, որ տեսնում են, չասեն իմ բանը չի, տո ոչ մեկի բանն էլ չի հավատացալ դառնալը։ Ոչ շատեր ասում են, չետակ հա, միլազ հետ խոսակ, ձեզ կդարձնի հավատացալ։ Ասում եմ, որ հավատացալ դարձնող հլը ենի անապաշխար, հարազատներին, մոտիկներին ու սրտակիցներին կդարձներ հավատացան, եթե ինձնով է, աստված է դարը մարդի սրտը բացում աստվածել, դարձում հավատացալ, դարձում խաղության որդի, դարձում փրկության որդի, և ուզում եմ մեկ ուրիշ հատվածել կարդալ, ուրեմն առաջին Թեսաղոնիկեցիների 5-րդ գլուխ 23-ից ասում է Եվ ինքը խաղության աստվածը ձեզ սուրբ անե բոլորովին և ձեր բոլոր հոգին և շունչը և մարմինը անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը։ Հավատարիմ է նա, որ կանչեց ձեզ և կանի էլ։ Տեսեք ասում է, Աստված ձեզ սուրբ պահե։ Այո, մենք ընտրել ենք, ինչքան մեզ է ուժ տված, մենք մեզ պետք է պահենք սուրբ։ Բայց ընդհանուր են սրբությունը, որ պահանջվում է, մենք չենք կարող անենք։ Աստված պիտի անի, որ ասում է, հավատարիմ է նա, որ ձեզ կանչեց ու կանել։ Դարձի մի սուրբ մարդ այդ ժամանակ գլուխ չկովանք։ Դες ես իշ մարդ եմ, էնի սենցա, համեմատվեք ու պարտանանք։ Ինչ որ կամ փառք Աստծուն։ Բժշկվել եմ, լավ եմ, խաղության որդի եմ, խաղության Աստվածը ասում է։ Չէ՞։ Ձեզ կանչել է և կանել, ասիկը զուր վախ է, եթե ես ասում եմ, ես չեմ կարա, ոնց կլնի, անհանգստանում եմ, մի անհանգստացի, հզոր բժիշկ ունես։ Եվ վերջում ես ուզում եմ մեկ հատվածել կարդալ, որ ասում է եբրայեցիների թղթում ասում է հետևեք ամենքի հետ խաղության և սրբության, առանց որի մեկը Տիրոջը չի տեսնի։
Արդեն վախեցնող էլ բան կա, բայց նաև զուր վախել կա։ Մեկը տիրոջ չի տեսնի, արդեն հաստատ ճշմարտություն է սա։ Առանց խաղաղության եւ սրբության մեկը տիրոջը չի տեսնի։ Լավ, բա իմ հալը ոնց կլինի, ես տիրոջ չեմ տեսնի, ինքը գա ես չեմ ապշտակվի, չեմ վերցվի, երկնքում չեմ ապրի։ Լավ է որ գիտակցենք, բայց չպետք է վախենալ։ Զուր, ասենք այդ իմ որ ասում է բրծածա իմ հաշիվը։ Չէ, Աստված ունես, կարող եք ես դարձնել։ Այն մարդը որ դու հետևես խաղաղության եւ սրբության ամենքի հետ եւ տիրոջը կտեսնես։ Այո, կա վախենալու բան, որ ես ինչի՞ս ես չեմ։ Բայց երկրորդն էլ հասկացանք, ուզում ենք լինենք այդ մարդը, ուրեմն ինչ անենք։ Աստծուն աղաղակենք, Աստծուն կանչենք, Աստծուն խնդրենք։ Եվ շատ ժամանակ մեկը տեսնում ես քույր եղբայրներ են գալիս, ասում են եղբայր ջան, խնդրում եմ, աղոթում եմ, բայց չեմ փոխվում։ Կարծես թե ուզում են հուսահատվեն ձեռք հաշեն։ Ասեմ չէ, Աստված երկայնամիտ է, քեզ կփոխի։ Գիտեք ինչ, շատ ժամանակ ասենք Աստված ոնց է մարդկանց առանձնացնում արդեն։ Նաև ցույց ուզում է տեսնի մարդիկ էլ տեսնեն, երկինքն էլ տեսնի, հրեշտակն են կամով են, որտեղ շատերն են այսօր մեզ նայում։ Տեսնեն դու իրոք ընտրել ես, անգամ են պարտության մեջ քո ընտրությունը չես փոխել, ջանք ես անում որ լինես Աստծո մարդ, եւ կտեսնես Աստված քեզ կբժշկի։ Մի անգամից։ Այսօր չի բուժում, վաղը չի բուժում, Այն ասում են գալիս են աղաղակում էին Հիսուսի հետ, Հիսուս ձեն չէր անում, գնում է, չէ՞ դες դեպք կա։ Իսկ կարես տեղում է դառնալ իր բուժումը տար, կամ կույրին, ով չգիտի որ կույրը երկու աչք է ուզում։ Կարաս աչքդ բացվեն, բայց գնում է, եներ հետևից աղաղակում է, Դավթի որդի ողորմիր, մեկ էլ հետո Հիսուսը կանգնեց, հետո ասես բերեք, էլ ինչ բուժեց, ինչ ես ուզում։ Եվ այլ, Հիսուսը մեզ համար ընթացքի ժամանակ է թողել, որպեսզի մեր կանչը, ընտրությունը, փափագը, ջանքը հաստատ լինի, եւ Տերը հաստատում է մեր խնդրանքը, եւ մեզ դարձնում է խաղաղության եւ սրբության մարդ։ Այնպես որ եթե մենք այդ հարցերում խախտված ենք ինչ որտեղ, պետք չի վախենալ։ Վախեցի, եթե բժիշկ չունես։ Բայց եթե մենք պատահել է հիվանդացել ենք, մտավախության մեջ եք եսել, մեկ է տեսել ես մի բարեկամի ընկեր, հարևան եկի ասում, մի վախեցես, դες բան է, կես ժամը օպերացիայի հարց է։ Ու չես էլ զգացավ, սկում են տեղական կամ նարկոսը, վերջացավ, խաղաղված, լավ, այդքան էլ վախենալ պետք չի, որտեղ բժիշկ կա։ Այս պատկերը բժիշկ չլի ամենասրտից բանը մեզ կործանան կդառնա։ Նմանապես է հոգևոր հարցում։ Ճիշտ է, ես այդ չէ։ Վախենամ, որ կկործվեմ։ Շատ վախենամ, եթե ասեմ հույս չկա։ Բայց հույս կա, շատ մի վախեցի։ Գնա բժիշկի, Հիսուսին դիմի եւ կբժշկես։ Աստված ձեզ պահապան։ Աղոթ կանենք եւ վերջացնենք։